Մինչ բոլոր լրատվամիջոցները այստեղ կլինեն, լրագրողները որոշեցին զրուցել Նրտե Հովսեփյանի հետ։ Արցախի 5-րդ նախագահը պնդում է, որ դասագրքում կեղծիքներ են հրապարակված, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթղթի վերաբերյալ, սրա վերաբերյալ ինչ կասեք ընդհանուր, ինչ կեղծիքներ են անուշում, դուք եք ինչ ապացույց։ Ես պարոն Հայցո Շահրամանյանի դիտարկումներին չեմ կարող արձագանքել այսպես, քանի որ դուք ասում եք նա ասում է, ես կարծում եմ, որ իր ասածները պետք է մեկնաբանի անձամբ ինքը։ Քանի որ թույլ տվեք ավարտեմ։ Դա մեկ, երկրորդ ինչ վերաբերում է կեղծիքների հնարավորությանը եւ այլն։ Այն ինչի մասին գրված է այդ դասագրքում, գրված է մեկ տող։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր։ Ես հիմա այսօր կարդացի, այս միայն այս տողի մասինն է խոսքը։ Խնդիրն այն է, որ օբյեկտիվ հանգամանքները նկարագրված չեն, թե ինչի, երբ որ ադրբեջանցիներն Ես հասկանում եմ ձեր հարցը, բայց կթողեք ավարտեմ։ Եկեք պայմանավորվենք այսպես, էլի, ես կավարտեմ եւ ինձ հարց տվեք։ Եթե այդ կարգը չենք պահելու, տգեղ խոսակցություն պիտի ստացվի, ես չեմ ցանկանում այդպիսի խոսակցություն։ Շնորհակալություն։ Այսինքն այս նախադասության մասին է խոսքը։ Հասկանալի է, չէ՞։ Ինչի մասն է խոսքը։ Այլ հարցեր թե հայցադիմումում ինչ է ներկայացված, թե ինչ են ասում, կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի։ Սա ուզում եմ հստակ արձանագրել։ Ոչ թե կողքից ինչ են ասել, դա ում մեկնաբանությունն է, որ падգամավորն ինչ ասեց Արցախի, որ ներկայացուցիչն ինչ ասեց, այդ մասին դասագրքի այն հատվածում, որտեղ ինչ-որ մի բան է գրված, ոչ մի բան գոյություն չունի։ Խոսքը մեկ նախադասության վիճարկումն է։ Վերջացրու։ Այսինքն այստեղ խնդիրը բացառապես այդ նախադասության վիճարկումն է եւ այդ նախադասության հետ կապված դատական process-ը կտա իր պատասխանները։ Իմ պոզիցիայով, իմ դիրքորոշումով հարցը հետեւյալն է եղել։ Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հարավարագրի մասին հայտարարություն տարածել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Առավոտյան 10:15-20-ի կողմը ձեր բոլոր լրատվականներն այստեղ հավաքված ներկայացուցիչներով բոլորիդ մոտ, բոլորիդ կայքերում, բոլորիդ եթերներում այդ մասին լուրը եղել է, ճիշտ է։ Ես կարծում եմ, այստեղ չեմ սխալվում։ Եվ բոլորիդ մոտ այդ լուրը ոչ միայն հեռացված չէ, այլև երբևէ այլ բան գրված չի եղել այդ կապակցությամբ։ Սա արձանագրում ենք որպես կարևորագույն հանգամանք։ Եթե սկսում ենք դատական process պիտի սկսել Արցախի տեղեկատվական շտաբի հետ կապված, Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների հետ կապված եւ բոլոր այն շրջանակների հետ կապված, ովքեր այդ լուրը տարածել են, ոչ միայն չեն հերքել, այլև չեն հանել մինչև այսօր։ Այսինքն, եթե այստեղ գործ ունենք համընդհանուր արդարադատության, գործ ունենք ընդհանրապես պատվի եւ այլ հարցերի հետ կապված, ես կարծում եմ սելեկտիվ վերաբերմունքը սխալ է։ Մնացածը արդեն կարծում եմ դատարանը իր որոշումը կայացնի եւ այդ հարցին պատասխան կհնչի բոլոր կողմերից։ Պարոն Հովսեփյան, օրինակ ինչու թե ինչ իրավիճակ էր այդ ժամանակ Արցախում, ինչ վիճակում են հայտնվել մարդիկ, ադրբեջանցիները ուրեմն Ստեփանակերտի մատույցներում էին եւ ինչ ճնշման ներքո է ստիպած եղել Սամվել Շահրամանյանը ընթերցել այդ հրամանագիրը։ Օրինակ ինչու այդ օբյեկտիվ հանգամանքները նկարագրված չեն։ Տպավորություն է թե նա կարդաց եւ լուծարվեց Արցախը մարդիկ շատ հանգիստ։ Բայց եկեք այսպես հասկանանք, էլի։ Որտեղ դա էր էլի նաեւ քննարկման առարկան։ Եկեք հասկանանք դատաքննության։ Եվ մի հարց էլ ունեմ։ Ուզում եք դրան պատասխանեք եւ մյուսը թվերի հետ կապված, դուք զոհերի թվի հետ կապված, որ քարորիային նշված է 44 օրյային ոչ, դուք ասել եք հստակ թիվ չկա, բայց Ալեն Սիմոնյանը վերջերս ազգային ժողովում ասել էր թիվ կա հստակ։ Եկեք ես պատասխանատու լինեմ իմ հայտարարությունների համար եւ ես ձեզ հետ եմ երևի հեռախոսը խոսել եւ այդ մասին ասել եմ։ Ես տարբեր տվյալներ եմ ստացել Վիճկոմից, Պաշտպանության նախարարություն, քննչական կոմիտե եւ այլն եւ այդ թվի հետ կապված չեմ ունեցել վերջնական հստակություն, որովհետեւ բացատրել են, որ այնտեղ նաև անձնական պահեր կան, ես չեմ ներառվում այդ խոսակցությունների մեջ, դա այս պահին կարծում խոսակցության հետ որևէ կապ չունի, ոչ թե դատականության։ Դա մեկ։ Երկրորդ ինչ վերաբերում է ինչու մնացած հանգամանքները չեն ներկայացված։ Տեսեք, ես ինչ գրել եմ, բացառապես իմ դիտանկյունը այն է եղել, որ պիտի գրեմ այն ինչ որ փաստն է եւ ոչ թե մեկնաբանություն է։ Հասկանում եք։ Բայց դա էլ էր փաստ չէ։ Կներեք, հիմա մենք դեբատ ենք անում։ Չի գրված այդպես։ Չէ, ասում փաստ չէ։ Կներեք, չի գրված այդպես։ Կներեք, չի գրված այդպես։ Հիմա դուք ինձ հետ բանավիճում եք, թե հարց եք տալիս։ Ահա, ուրեմն երբ որ կգնաք կկարդաք դասագիրքը, այդ հարցը կշարունակեք տալ։ Այդ ամեն ինչը թե բլոկադայի վերաբերյալ, թե Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ, թե Ադրբեջանի գոյություն արածների վերաբերյալ
փաստական ամեն ինչ գրված է։ Շնորհակալություն։ Եվ հիմա որ արդեն ճշտել եք, որ հանգամանքները այլ են եղել, պատրաստ եք խմբագրել դասագիր։ Ես հանգամանքների մասին չեմ խոսում։ Չէ, այդ Կներեք, ես հանգամանք